Եվս մեկ անգամ խնդրեմ նշեք ձեր ուղերձը երթի համատեքստում եւ ինչ եք կարծում, ինչպես դիմագրավել իշխանությունների այս կեղծ օրակարգերին։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ բոլորին իմ կոչին հետևելու համար, իմ հատուկ շնորհակալությունը նաև ձեզ։ Օրը շատ կարևոր օր է, որ բոլորս գիտենք կաթողիկե Սուրբ Էջմիածին տաճարի տոնն է եւ այսօր ամփոփվում է, այսպես ասած, հայրապետական շաբաթը եւ մենք հավաքվել ենք, որպեսզի մեր շնորհավորական խոսքը փոխանցենք մեր ժողովրդին, մեր աջակցությունը հայտնենք Վեհափեր հայրապետին, մեր հոգևոր դասին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, նաեւ մեր աջակցությունը հայտնենք քաղբանտարկյալ Սամվել Կարապետյանին եւ ուզում եմ, որ պարոն Կարապետյանն իմանա, որ ինքը մենակ չի, մենք բոլորս իր հետ ենք։ Շատ կարևոր օր է, կարծում եմ, եւ այսօրվա համար կրկին անգամ բոլորիս եւ բոլորից շնորհավորում եմ։ Պարոն Համբարձումյան, սա առաջին հավաքը չէ, որ նախաձեռնվել է ձեր կողմից, ինչ եք կարծում այդ կոնսոլիդացիան, ժողովրդի հանրության միասնականությունը պետական ազգային արժեքների շուրջ, ես նկատնում համընդհանուր ավելի մեծ կոնսոլիդացիան հնարավոր է այս փուլում եւ մինչեւ ընտրությունները հաշվի առնելով նաեւ մեկնարկած իմպիչմենտի գործընթացը։ Այո, կոնսոլիդացիա հնարավոր է, դուք գիտեք, ես ասել եմ, որ մեր նպատակը հանրային ամենաշխության լայն օրակարգ ձևավորելն է եւ մենք քայլ առ քայլ հասնելու ենք դրան։ Մենք ուզում ենք, որ մեր հասարակության մեջ վերջապես վերանա այդ ատելության մթնոլորտը, իրար հայոելու խոսույթը եւ այո, հնարավոր է այդ կոնսոլիդացիան եւ այո, հնարավոր է այսենց ժողովրդով մեծ բազմությամբ շատ ավելի շուտ հասնենք իմպիչմենտի սկսված իմպիչմենտի վերջնական հաղթանակին։ Հաշվի առնելով ռեպրեսիաները, այս վերջին շրջանի, հատկապես նաև Սամվել Կարապետյանի կալանավորման փաստը, եւս մեկ անգամ ձեզ հարցնեմ, թեև մեկ անգամ արդեն հարցնել եմ, չեք վախենում թիրախավորվելուց, որ նաև այսպիսի ճակատագրից, որ ընդհանրեն աջակցության խոսքի համար կարող եք հայտնվել կալանավայրում։ Այսօր շատ գեղեցիկ օր է եւ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա մարդ պիտի վախենա միայն Տեր Աստծուց։ Մենք որևիցե բանից չենք վախենում եւ այդ ռեպրեսիաների շրջանը, սիրելի լրագրողներ, ուզում եմ ասել, որ վաղուց անցած է, որովհետեւ որևիցե քաղաքական գործ չի, որևիցե ռեպրեսիաներով չեն կարող ճնշել։ Աջակցություն եկեղեցու պայքարը ինչ արդյունք կարող է տալ, կարծում եք։ Ես այնպիսի մարդ եմ, որ յուրաքանչյուր պայքարի վերջում հաղթանակ եմ տեսնում եւ կարծում եմ պիտի պայքարը դրական արդյունք ունենա։ Ուզում եք Փաշինյանին չի հաջողվի Վեհափարին հեռացնել, որովհետեւ գործուն քայլեր է նախաձեռնել, նա հանձնախումբ է ձևավորել, արդեն ունեն իրենց ճանապարհային քարտեզը, ինչպես պետք է խոչընդոտել այս գործընթացը։ Եկեղեցին գործում է իր կանոններով եւ Վեհափարը իր տեղում է եւ եկեղեցին է որոշում ով պիտի լինի Վեհափար եւ իրենց կանոններով էլ պիտի շարժվեն առաջ, թե ինչ հանձնախումբ են ձևավորել եւ ինչ են անում, այդ չգիտեմ արդեն։ Կարծում եք չի հաջողվի իշխանությանը։ Վստահ եմ չի հաջողվի։ Հասարակական աջակցություն կա մեծ, նաեւ դժգոհություն այս հարցի վերաբերյալ։ Չեք տեսնում, որ հասարակական աջակցություն կա եւ մենք բոլորս միասին մեր հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք եւ մի անգամ ասել եմ եւ ելի ասեմ, որ մենք ենք եկեղեցին։ Մենք բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդներ ենք։ Դուք իրատեսական եք տեսնում, որ մինչև 2026 թվականը իշխանափոխություն հնարավոր է իրականացնել անվստահություն հայտնելով եւ փոխոցային պայքարով։ Ես իրատեսական եմ համարում իմպիչմենտի սկսված գործընթացը հաղթական ելքով ավարտելու, այո։ Կուսակցության անդամները նշել են, որ ակտիվ գործընթացների են դիմելու, նշել են նաև պատիվ ունեն խմբակցության պատգամավորները, երբ է սպասվում այդ ակտիվ գործընթացը։ Տեսեք, բաներ կան, որոնց մասին ճիշտ չեմ համարում խոսել։ Ես նախորդ անգամ ասել եմ, որ ժողովրդի լեզվով ասած սարերի հետևում չի այդ գործընթացները։ Վստահ եմ, դուք բոլորը տեղեկացված եք լինելու, քայլեր նախաձեռնելու ենք, այսինքն ժողովրդով միամուռ մեր սկսած գործը տանելու ենք մինչև հաղթանակ։ Հնարավոր է դուք էլ հանդիպեք քաղաքացիական պայմանագրության պատգամավորներին։ Ես նոր ասեցի,
Ես նոր ասեցի, ես համերաշխության կողմնակից եմ եւ այն падգամավորները, ովքեր կուզեն մեզ հետ հանդիպել եւ ինչ որ հարցեր քննարկել, մեծ սիրով։ Ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Սակայն ԿՊ-ից կան մարդիկ, ովքեր իսկապես ուզում են Փաշինյանից հեռանան, պարզապես պատճառ է իրենց պետք եւ ճիշտ է գործընթաց ծավալելու դեպքում հնարավոր է։ Չեմ կարող բացառել, բոլորը հետ պատրաստ ենք հանդիպել զրուցել։ Որպես վարչապետի տեխնազգային ժողով այցել եք։ Եթե օրենքով սահմանված կարգով պիտի այցելեմ, որևէ խնդիր չեմ տեսնում։ Իհարկե այցելեմ։ Դե որոշակի գործընթացներ նաև տրամաբանորեն տանելու են դրան, երբ որ ժամանակը գա, իհարկե կայցելեմ։ Ես խնդիր չեմ տեսնում։ Իհարկե, բա մեր падգամավորների հետ հանդիպում չունենանք, մեծ